Ձիասպորտը հիմնադրվել է Հայաստանում 1953 թվականին, կառուցվել է մարզաբազա, որի հիմքի վրա ձևավորվել է սպորտաձևը։ Ունի բավականին հարուստ պատմություն, ունեցել ենք բավականին ճանաչված մարզիկներ Սովետական միությունում, ունեցել ենք 5 մարզիկ, ովքեր եղել են հիմնական հավաքականում Սովետական միության, մասնակցել են տարբեր տեսակի նյութենական, միջազգային նաև մրցումներում, ունեցել ենք բազմակի չեմպիոններ ենք ունեցել Սովետական միության եւ նաև ունեցել ենք մասնակից օլիմպիական խաղերի։ Այդ ընթացքում ձիարշավարանը գործել է պետական հիմունքներով։ 2002 թվականից վերակառուցվել է ձիարշավարանը Հայրապետյան եղբայրներ ընկերության կողմից, մինչ այժմ նախագահ Հայրապետ Հայրապետյանն է, մեծ աշխատանք է կատարում առ այսօր ձիասպորտի զարգացման համար։ Հիմա ծրագիր կա, ուզում ենք հասկանալ ինչպես կարող ենք կազմակերպել նաև մարզադպրոց որպեսզի երեխաներ կերտվեն, որպեսզի մի քիչ նաև ավելի հեշտ լինի, որովհետև այս սպորտաձևը համարվում է բավականին ծախսատար, այստեղ նաև ոչ միայն մարզիկն է, այլ նաև նժույգը պետք է համապատասխանի սպորտային հնարավորություն լինի սովորեցնել երեխաներին այդ նժույգների վրա։ Տարբեր տեսակի նժույգներ կան արաբական, կան գերմանական, կա անգլիական զտարյուն եւ նաև խառնածին սպորտային նժույգներ, որոնցով այժմ կատարվում են մեր սպորտային աշխատանքները։ Նախ սովորեցվում է վարվելակերպ, շփում ձիերի հետ եւ նաև մի քիչ ֆիզիկական տվյալներ։ Ձիավարողների եւ ձիերի անվտանգությունը ապահովում է ըստ մշակված կանոնակարգի, որը նաև հուշում է ինչպես վարվել ձիու հետ, ինչպես ավելի ճիշտ կեցվածքով նստել, ինչպես վարել նժույգին, որպեսզի դրա վտանգը քիչ լինի։ Ձիերը շատ զգայուն կենդանիներ են եւ նրանք իհարկե զգում են մարդու մոտեցումը, մարդու հոգեկան աշխարհը, մարդու էմոցիաները միանգամից փոխանցվում են նժույգին։ Դրա համար նախ մասնագետները, ովքեր որ փորձառու են, իրենք կրթում են ձիերին, հետո նոր ասենք մարդիկ, ովքեր որ ասենք քիչ փորձ ունեն, նրանց մոտեցնում են տվյալ նժույգներին, որովհետև տարբեր տարիքի ձիեր, տարբեր տեսակի ձիեր ունեն իրենց յուրահատուկ մոտեցումը։ Ձիարշավարանի ապագա ծրագրերը մասսայականացնել, զարգացնել սպորտաձևը եւ ավելի շատ Հայաստանում անցկացնել ռեգիոնալ մրցումներ եւ նաեւ ավելի մեծ միջազգային մրցումներ, ընդհանուր նաեւ աշխարհի առաջնություն, որը պլանավորում ենք այս տարի միջազգային մրցում պլանավորում ենք հոկտեմբերի 16-ից 19-ը, եթե բժշկական ինչ-որ խոչընդոտներ չլինի, որպեսզի թիմերը գան Հայաստան, եւ դրանից հետո հաջորդ տարի պլանավորում ենք աշխարհի գավաթի հերթական փուլերից մեկը անցկացնել։